Շարժվում ենք առաջ և վերջին, փառատոնի վերջին ելույթը մեր գործող չեմպիոններ, այն թիմը, որը 0-1 միավորով հաղթեց Սելխոզին։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան օնլայն։ Բարի հումորային երեկո աշխարհում ճգնաժամը կանգնել է, քանի որ բեմում օնլայն է։ Չոքել է մեր դուրը Հանենք մեր մուրը Քանի դեռ ճգնաժամը կանգնել է մեկ ուրախալի լուր Ճգնաժամի պատճառով աշխարհի բանկերը լուծարվել են Համաշխարհային հզոր երկրների տնտեսությունը հավասարվել է 0-ի Բարեկամներ վերջապես Հայաստանի տնտեսությունը հավասարվեց հզոր երկրների տնտեսությանը Ով ասեց որ կրիզիսը վատ բան է Մեզ համար կրիզիսը լավ շանս է Կրիզիս, կրիզիս, Բեմում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմը Էլ ումից ենք փող վերցրել Օնլայն համակարգչային խանութից Բեմում է օնլայնը Էլ ումից ենք վերցրել փող Տնեցիկից Բեմում են տնեցիկ Էլ ումից ենք վերցրել փող Տիգրան Կարապետիչից Ով է վերցրել Ես եմ վերցրել Հələ սպասի մի գնա Ինչքան ես վերցրել 1.5 միլիոն Ինչքան 1.5 միլիոն 1.5 միլիոն Հաստատ 1.5 միլիոն Հաստատ 1.5 միլիոն Հաստատ 1.5 միլիոն Բեմում է Տիգրան Կարապետիչը Կրիզիսը վատ բան է Մեզ համար կրիզիսը լավ շանս է Կրիզիս, կրիզիս, Քանի որ խոսեցինք ֆինանսական ճգնաժամից, եկեք պատկերացնենք Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճգնաժամի օրերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը դուրս է գալիս ճգնաժամից Բոլորս էլ գիտենք, որ կան կազմակերպություններ, որոնք պայքարում են հասարակական արատների դեմ, դիտենք Հաջողությամբ ավարտելով ծխելու դեմ պայքարը Այժմ սկսենք ակտիվ պայքար հոմոսեքսուալիզմի դեմ Մանրապատում մասնավոր հիվանդանոցում Բարև դոկտոր ջան Բարև ձեզ նստեք Անալիզ դու ես անում Հա, ես եմ վերցնում Տվեք ձեր մատը Որ մատը տան բութը, ցուցամատը, ճկուտը, ճկտամատիկը թե զոզոն Զոզոն ձեզ պահեք, բութը տվեք Հույսով եմ բոլոր մուծումները արել եք Պետ պատվեր չի Չեղավ հայրիկ ջան ինչ պետ պատվեր Սա մասնավոր կլինիկա է, այստեղ ամեն ինչ վճարովի է Այստեղ մեր մոտ ամեն ինչ մեկ անգամյա օգտագործման է Ասեղը ծակեցի, գցեցինք Ռենգենի ապարատը մի անգամ ռենգեն ենք արել, գցել ենք Գլխավոր բժիշկը մի անգամ օպերացիա արեց, գցեցին Հիմա ես առանց վճարումների մի անգամ այս անալիզը վերցնեմ ինձ էլ տանեն գցեն Պետք է անպայման մուծեք, չի լինի Լավ էլի դոկտոր ջան, մի բան արեք էլի Լավ ինչ ասեմ, մի բան պետք է անենք, ոնց ծակենք Արունել չի գալի, հելը բարձրացի Ոնց բարձրան Ոնց որ դոլար է, բարձրացի, Ավակյան, Սողոմոնյան, եկեք օգնեք Կամիլտիս մարմինս Եկավ, լավա, եկա Առաջարկում եմ դիտել մանրապատում արձանների մասին
Այսպիսով, Մայր Հայաստան, Մայր Վրաստան, Մայր Ճապոնիա, և վերջում Մայր Աֆրիկա։ Բարեկամներ, միշտ շարունակել եմ մեկ ցավալի նորություն։ Վերջերս ցեմենտ գործարանի տնօրեն մնացել է անձրևի տակ և քարացել է։ Իսկ հիմա եկեք պատկերացնենք, թե ինչպես է գրվում հայկական սարսափ ֆիլմերի սցենարները։ Այսպիսով մանրապատում հայկական սարսափ ֆիլմի սցենարիստը։ Իսկ այն հարցին, թե ինչու եք այդքան ձգտում աթոռին, Ստեփան Դեմիրճյանը պատասխանել է. Բա որտե՞ր նստեմ։ Այժմ էքսկլյուզիվ համար Սուրեն Բաղդասարյանը վարում է կանանց ֆուտբոլ, դիտենք բարեկամներ։ Բարի երեկո արգելի ֆուտբոլասերներ։ Այսօր մենք ականատես ենք լինելու Հայաստան-Ռուսաստան կանանց ֆուտբոլին։ Կանանց ֆուտբոլն առանձնահատուկ է նրանով, որ տրիբունայում հավաքված տղամարդիկ շունչները պահած սպասում են այն պահին, երբ ֆուտբոլիստուհիները կփոխվեն մայկաներով։ Կանանց ֆուտբոլի հովանավորն է Լևանտե, սա օգտագործում է միայն կանայք և բանկ թալանողները։ Գնդակն Աննայի մոտ է, Անահիտ, Գայանե, Հրիփսիմե և ահա Քիսոն է ձեր էկրաներին, խելահեղ է հնչում, Քիսո ավելի քան ժամացույց։ Գնդակն այժմ հայտնվում է ռուս ֆուտբոլիստուհիների մոտ, Նատաշա։ Ահա տեսակ, թե ինչպես Նատաշան հարվածեց ձախ ոտքով, հուսով եմ ռեժիսորը կցուցադրի կրկնապատկերը։ Ահա Նատաշայի ոտքերն են ձեր էկրանին։ Փոխանցում, Յուլիան կրծքով կասեցնում է գնդակը, հրաշալի է։ Յուլիան մանևրում է, տեսակ ինչպիսի հարված էր, Պրադոն գմփա։ Այժմ գնդակը Դիաննա Վարդանյանի, Դինուլի մոտ է, գրոհում է, իսկ նրա ընկերուհիները բամբասում են նրանից, միթե մրցավարը չի նկատում։ Գնդակը Գայանե Սամսոնյանի մոտ է, Գայանե Սամսոնյան, ֆուտբոլային տերմինատորը, ֆուտբոլային այս լվացքի մեքենան, կուխննի կամբայնը։ Տեսեք, մեր էկրաններին է դարպասապայի ուզողը։ Եվ ահա մրցավարուհին ճչաց, իսկ դա նշանակում է, որ այս խաղը ավարտվել է։ Հանդիպումը վարեց Սուրեն Բաղդասարյանը, իսկ խաղի լավագույն տեսարանները կդիտեք կես գիշերից հետո։ Տեսնում բարեկամներ։ Այն հարցին, թե ինչու եք այդքան երկար կանգնած, Սարգիս Կալպակյանը պատասխանել է, բա որտեղ նստեմ։ Շնորհակալություն։ Իսկ այժմ մեր ելույթը ուզում ենք վերջացնել մի շատ լավ հայրենասիրական բանաստեղծությամբ։
չենք, սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում, սակայն մենք էլ պիտի գիտակցենք, որ մենք, միայն մենք Արարատ ունենք։ Ջիգարը տուտեմ։